Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 29-ի համար, բոլոր ամսվա ծնված նշանների համար։ Տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հունվարի 29-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը առաջ խաղացում ունեք, զարգացում ձեր գործերում, նաև հաջողություն ունեք, այստեղ նոր դռներ է բացվելու ձեր առջև, այդ ինչ-որ գործունեությունը զարգանալու հետ մեկտեղ, լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, միգուցե տան հետ է կապված, տան անդամների հետ կապված, կամ ինչ-որ տունը ազատելու, տունը, ինչ-որ մի բան է, որը լավ լուր է ձեզ համար։ Կարող պետք է տեղափոխվեք, կարող է առիթ է նաև դա է։ Նաև ոմանց տանը կարող է առիթ լինել, կամ գնաք ոչ առիթի այնտեղ կարող է ինչ-որ մի լավ լուր լսեք։ Նաև այստեղ ոչ տղայի կողմից սեր է, սա ոմանք սիրո խոստովանություն կստանան, դուք սիրո խոստովանություն կանեք, նաև կարող ձեր տղան է, իրեն տեսնելուց կարող է այդպես զարմանում, ուրախանում եք, միամիտ գալիս է, անսպասելի անակնկալ է անում։ Եվ այդ օրը վեճ կա նաև ելք եք փնտրելու որևիցե հարցին լուծում տալու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 29-ին։
Հարկելի ցուլեր, այդ օրը երկար սպասված նամակի եք սպասում, լուրի եք սպասում, բայց դեռևս չկա դա։ Միգուցե ասել էին այդ օրը, կամ պետք է դուք գնաք ինչ-որ մի տեղից ինչ-որ մի բան վերցնեք։ Միգուցե դե տեղեկությունը կա, ոնց որ օրինակ ինչ-որ մի ապրանքի եք սպասում, պոչտայից բերում են, գցում են ձեր տուն, եւ պետք է գնաք դուք ինքներդ ստանաք։ Ամենայն դեպս այդտեղ որ սպասում եք այդ օրը կարծես թե այդքան էլ հարմար չէ այդ նորությունը ստանալու համար։ Հույսով լցված եք, հույսով սպասում եք կամ հույսներ դել եք ինչ-որ մեկի վրա, ոմանք այդ օրը կարող են սիրահարվել, կամ այդտեղ երկար սպասված նամակի կամ ինչ-որ տեղեկության մեջ ինչ-որ մի բան է փակ։ Ինչ-որ մի բան, եթե այն նորություն է, ինչ-որ մի բան է այնտեղ նորությունը գայս, որ սա չեք կարողանում անել։ Նաև այդ օրը կարող ձեզ սիրված գալ, կարող ձեր հարազատների շրջապատում լինել եւ ձեզ լավը զգալ։ Եվ այստեղ կամ անսպասելի գումար եք ծախսելու կտրուկ, այդպես ինչ-որ մի բան պետք է վճարեք, ինչ-որ մի բան պետք է անեք, կամ նաև դա անսպասելի գումար է գալիս։ Ճանապարհ եք գնալու այդ օրը կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ, երկեսանի մարդիկ կան ձեր շրջապատում եւ պետական հիմնարկության հետ կապված հարցեր են։ Դա կարող է լինել ուսման կենտրոն, դա կարող է լինել բժշկական կենտրոն, եւ այլն յուրաքանչյուր տեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունվարի 29-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը առավոտյան երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում։ Նաև ուրախ կլինեք, ուրախ տրամադրությամբ սպասում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, կարող ասել են գալիս ենք կամ ուղարկել ենք եւ սպասում եք դրան։ Եվ հաջողություն ունեք նաև հաջողություն ձեր գործերում, ձեր աշխատանքում, ձեր բիզնեսում, այնինչ որ դուք կանեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունվարի 29-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք առավոտյան։ Նաև այստեղ տխրում եք, ինչ-որ մի բանը չի ստացվում ձեզ մոտ, դրանից է, դա կախված է ոչ մասնագետից, ինքը պետք է անի դա։ Բայց դրանից հետո առաջ խաղացում ունեք, միգուցե այդ մասնագետը անում է, ինչ-որ պետք է աներ, ոչ եմ կարող ասել, դա է, թե ուրիշ բան է, ամենայն դեպս այդ օրը նաև առաջ խաղացում ունեք ձեր գործերում, ձեր բիզնեսում, բայց երեկոյան այստեղ գորգռում եք։ Այնքան եք գորգռում, այդ գորգռոցը վերածվում է վեճի։ Դրա համար պետք է ձեզ զսպեք, որտեղ դուք եք սկսում, դուք եք այդպես ոգևորված խոսում եւ հետո դիմացինը եւս սկսում է արդեն մտնել այդ թեմայի մեջ։ Նաեւ այնտեղ վերևում չեմ նշել հանկարծակի լուր նաեւ ունեք։ Այստեղ նաեւ հույսով եք, որ ամեն ինչ կստացվի, բայց մասնագետի ձեռքում է։ Այստեղ տեղադրեմ, որ իմանաք։ Դա պետք է ուղղակի զսպեք ձեզ։ Զսպեք, որպեսզի այդ ձեր գորգռոցը ի վերջո վեճի չբռնկվի։ Այսքանա ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին հունվարի 29-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, նաև սիրո մասին է, ձեր սիրելիների հետ է կապված, նաև այստեղ սիրո խոստովանություն, կամ կարող է հանկարծակի լուրից է ձեզ լավը զգաք, ձեզ սիրված զգաք, կամ ձեր հարազատների շրջապատում կարող եք լինել, կամ ձեր հարազատներից ոչ մեկից ինչ-որ անսպասելի լուր կարող եք լսել, ելք եք փնտրելու օրվա ընթացքում, ինչ-որ հարցին լուծում տալու համար, նաև երկերեսանի մարդիկ կան, միգուցե ձեզ ավելի են խճճում, ավելի են խառնում, ինչ-որ հարցի հետ կապված։ Եվ երեկոյան այստեղ կամ ինչ-որ մի բանը չեք կարող զարգացնել, առաջ մղել, որովհետև խոչընդոտներ կան, որտեղ ինչ-որ մի բանի եք սպասում, դա դեռ չկա, կամ խոչընդոտները անցնում են, խոչընդոտները գնում են ձեզանից, այսինքն սկսում է զարգանալ, կախված է թե այս ինքը երկնշանակություն էլ ունի այստեղ, կախված է թե ում մոտ ինչ է այս պահին։ Միևնույնն է, այստեղ երկար սպասված ոչ նամակ եք սպասում, տեղեկության եք սպասում, միգուցե դա չկա։ Դա կանգնած է, դա դեռևս չկա, դրա համար էլ այստեղ ձեզ մոտ եւս առաջ խաղացում չկա, կարող է ինչ-որ փաստաթուղթ է, ինչ-որ մի փաթեթ է, ինչ-որ մի բան է, որից ելնելով դուք պետք է անեք դա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։
Ինչ է սպասվում կույսերին հունվարի 29-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը աշխատանքի հետ կապված այստեղ ինչ-որ մի բան է տեղի ունենալու, որից հուզվեք, նաև արտասվեք։ Աշխատանքի վայրում է դա կարող է տեղի ունենում, օձեր կան, հնարավոր է օձերի պատճառով է, կամ այստեղ լավ տակը փորոցի է լինելու, պետք է ուշադիր լինեք, կամ այնտեղ խոսակցություններ, հնարավոր է ինչ-որ թեմաներ, որից հետո կարող ձեզ վատ զգալ անգամ։ Արտասվեք, լացեք, պարկեք։ Այստեղ պետք է զգուշ լինել օձերից այդ օրը, կամ իրոք ձեր ոտքի տակ օճառ են դնում, կամ այնտեղ տնօրենին են ինչ-որ մի բան ասում, մի խոսքով ինչ-որ մի բանը այնպես չէ։ Կամ այստեղ նաև, եթե կարող է ընդունվում եք աշխատանքի, հաջորդ կողմը, ընդունվում եք աշխատանքի, ուրախ եք, անգամ հուզվում եք, բայց օձեր կան նաև, նախանձ մարդիկ, ովքեր որ չեն ցանկանում, որ դուք աշխատեք։ Բայց այստեղ նաև կարող է աշխատանքի մեջ գտնվող այստեղ սիրային կապի մասին է նայում։ Կարող այդ մասին եմ բարձրաձայնում օրինակ, եթե նմանատիպ բան կա։ Օրվա ընթացքում ելք եք փնտրելու, որից հարցին լուծում տալու համար, տատանվում եք, այստեղ մտածում եք, բայց հաջողություն ունեք, դռներ են բացվելու, կարող է ինչ-որ մի բանի մասին ի վերջո գտնում եք ելքը, թե ինչպես դա անեք։ Ինչ-որ մի բան է ուշանալու, մոտավորապես 2.5 ամիս այն կուշանա, և երեկոյան մտածում եք, որ թե տղամարդու մասին, կամ դիմեք արդյոք այդ տղամարդուն, կամ սկզբում մտածում եք այդ տղամարդու մասին, հետո հանդիպում եք, կամ սկսում եք խոսել հետը, զանգում եք, ամենայն դեպս դա կարող է լինել ձեր հայրը, կարող է լինել ձեր ամուսինը, կարող է լինել ոչ թե տղամարդու մասին եք մտածում, կամ ոչ թե մասնագետ, ում մասին որ մտածում եք արժե դիմել այդ մարդուն, թե ոչ, կամ տնօրենին ասել, թե ոչ, այդպեսն է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշեռքների։ Ինչ է սպասվում կշեռքներին հունվարի 29-ին։
Հարգելի կշերտներ, առավոտյան շուտ ինչ-որ բանի մասին եք կամ տխուր եք կամ երազ եք տեսել, դրանից եք այդպես արթնանում, ինչ-որ այստեղ հիասթափություն է նաև դրանից հետո այստեղ հնարավորություն եք բաց թողնում կամ մտնելու հիվանդատես կամ գնալ ոչ բժշկի մոտ կամ վիրահատություն կատարել, հա ինչ-որ մի բան է, որ այդ պահին իրենց է հարմար, ձեզ հարմար չի կամ հակառակը, կամ դրա համար եք տխրում։ Եվ այստեղ ինչ-որ մի բան է ուշանում, ոչ է մոտավորապես 2 ամիս կարող է ուշանալ ինչ-որ մի բան ձեզ մոտ, նաև օրվա ընթացքում հաջողություն ունեք, նոր դռներ կբացվեն ձեր առջև, ինչ-որ մի բանն էլ ամենայն դեպս օրվա ընթացքում շատ ավելի լավ կլինի։ Եվ երեկոյան արդեն մտքերի մեջ կլինեք կամ կմտածեք ինչ-որ մեկի մասին կամ ուղղակի օրվա այդ process-ը կարող եք վերլուծել։ Ինչ-որ մեկին եք կարոտել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հունվարի 29-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը առավոտյան ինչ-որ մի բան է ձեզ մոտ փակ, ինչ-որ մի բան չի ստացվում։ Նաև կամ դա կապված է հանկարծակի լուրի հետ, կամ հետո կարող եք հանկարծակի լուրը իմանալ, թե ինչու էր դա այդպես, ինչու դա չստացվեց ձեզ մոտ։ Այդ օրվա ընթացքում ունեք լուսավոր ոչ է մի բան, որը ձեր տրամադրությունը կբարձրացնի, նաև ոչ է հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել։ Եվ օրվա վերջ բավականին էմոցիոնալ կլինեք, ինչ-որ մի բանը ձեզ բերում է էմոցիաներին, թե հիմա լավ վատ այստեղ չեմ կարող ասել, որովհետև հավելյալ քարտեր չունենք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորների։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունվարի 29-ին։
Հարգելի աղեղնավորներ, այդ օրը հեռախոսազանգ կստանաք առավոտյան կողը ձեզ քնից հանում է այդ զանգը կամ դուք եք շուտ արտանում, որ զանգ արեք ինչ-որ մեկին, գումար կամ կստանաք կամ նաև կծախսեք, ոմանք սիրո խոստովանություն կստանան, կանեն, կսիրահարվեն, իրենց սիրված կզգան, հարազատների շրջապատում կլինեն կամ գումար եք ստանում և դա է ձեզ ուրախացնում, ոչը մի բան է ձեզ մոտ ուշանալու, ընտրո կարող եք իմանալ, որ ուշանում է այստեղ մոտավորապես 2 ամիս, նաև այստեղ կարող եք դրա պատճառով կամ ինչ-որ մի բանի պատճառով այստեղ եթե վիճված էիք, վիճել էիք զույգերով, կարող եք վիճել, կամ դրանից հետո ինչ-որ մի բան ուշանալուց հետո կարող եք վիճել, հետո հաշտվում եք իրար հետ, բայց թեկուզ եթե մինչև դա էլ վիճել էիք իրար հետ, ապա եւս հաշտեցում կա։ Ձեր գործերում առաջ խաղացում, զարգացում, յուրաքանչյուր գործ ինչ-որ կանեք, բայց երեկոյան արդեն այստեղ շատ բան չեք կարողանում անել, կամ երեկոյան է կամ առավոտյանը, չեք կարողանում շատ գործեր առաջ մղեք, ոնց որ հույսով եք, որ կարողանաք այդ օրը ավելի շատ բան անել, քան արել եք երեկ օրինակ, կամ երեկոյան եք մտածում, որ կանեք ավելի շատ բան, քան այդ օրը արեցիք, ոնց որ վաղը ավելի շատ բան կանեք, որտեվ գործերը այդքան շատ չեք կարողանում առաջ տանել ձեր, դուք ինքներդ, այնտեղ առաջ խաղացում զարգացումը դա կարող է լինել ուրիշ ոլորտի հետ կապված, օրինակ հարաբերությունների եթե խնդիրներ կային, բայց այստեղ գործերը չեք կարողանում առաջ մղել շատ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունվարի 29-ին։ Հարգելի այս եղջյուրներ, այդ օրը ինչ-որ մի բան է ձեզ մոտ կանգնած, ինչ-որ մի բան առաջ չի գնում, նաև կարող դուք եք գնացել առավոտյան ինչ-որ միտեղ սպասում եք, երկար մնում եք։ Նաև այստեղ ձեր սիրելիի հետ կապված կամ ոչ է ինչ-որ առողջության հետ կապված, հիվանդանոցի հետ կապված ինչ-որ մեկի մոտ ամեն ինչ նորմալ է, դուք դրանում ուրախ եք, լավ եք ձեզ զգում, նաև դա կարող է լինել ձեր սիրելին է հիվանդ, ձեր հարազատ մարդկանցից ոչը մեկն է հիվանդ, կամ նաև իրեն է հանգիստ հարկավոր, ոնց որ գերհոգնած է, պետք է հանգստանա։ Եվ օրվա ընթացքում երկերեսանի մարդիկ կան ձեր կյանքում, կտրուկ ոչ է հաջողություն կլինի ձեզ մոտ, սպասելի ինչ-որ մի հարցում, գուցե դուք չեք սպասում, այդ ոլորտում հաջողություն կունենաք։ Ձեր գործեր այնինչ որ դուք այդ օրը կանեք։ Կամ դուք ինքներդ ինչ-որ մի քայլ կանեք, ինչ-որ մի բան կանեք, անսպասելի, կտրուկ, այդպես, անգամ կարող է լինել անմտածված եւ դրանից հետո հաջողություն ունենաք։ Այդ ոլորտում ինչ որ կանեք, ոնց ասեք, չէ, վերջ, հիմա սա եմ անելու այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունվարի 29-ին։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը ինչ-որ մի բան է փակ ձեզ մոտ, այդ հնարավորությունը բացակ թողալ, դա կարող է կապված լինել ոչ բժշկական կենտրոնի հետ, կոսմետոլոգի հետ, բժշկի հետ խոսելու եւ այլն, այն ինչ-որ մի բան է, որ փակ է եւ այդ պահին արդեն ձեր ձեռքից բացակ թողնել։ Եվ հետո կամ դուք ունեք շատ հանգստի կարիք, կամ նաեւ դա հիվանդ մարդու հետ է կապված, հա, որ ունեք հիվանդ կամ նաեւ դուք եք հիվանդ այդ օրը։ Եվ կա դրա համար, հա, ինչ-որ մի բան ոնց որ չեք կարողանում անել, որովհետեւ հիվանդ եք, բարկած եք։ Կամ այն ինչ-որ մեկին եք խնամում օրինակ։ Ամեն մեկի մոտ այստեղ բժշկության հետ կապված հարցեր նաեւ տարբեր կարող է լինել, կարող գնալ դեղատուն։ Եվ օրվա ընթացքում սպասում եք, միգուցե երևի չեն գալիս, որովհետև հետո տխրում եք, հետո ինչ-որ դեպրեսիվ վիճակ է, միայնության զգացում է նաև, եւ այստեղ զգուշ եղեք, որ չվիճեք ձեր երկրորդ կեսի հետ, ձեր ընտանիքի անդամների հետ, նաև այստեղ տան հետ կապված իրադարձություն է, միգուցե դա է ցույց տալիս, որ տան համար եք միգուցե վիճում, ընտանիքի մյուս անդամների համար եք վիճում, օրինակ երեխաների համար վիճում եք ամուսնու կամ կնոջ հետ այդպես, կամ մեկ այլ, հա, սկեսրոջ եւ այլն, կամ տունը տեղափոխվելու, հա, տանից ինչ-որ ապրանք վաճառելու համար, կամ հա ինչ-որ պահեր են այստեղ, ընտանիքի անդամները նաեւ կարող են լինել, եթե դուք ամուսնացած չեք, այդտեղ կարող դա է ցույց տալիս։ Եվ երեկոյան դեռևս ոնց որ առանց հաշտվելու նաեւ քնում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հունվարի 29-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ոմանց ամուսնության առաջարկ կանեն, կամ նաև դուք կանեք, նաև սա ամուսնության հարսանիքի հրավեր է, նշանադրության հրավեր է, կամ տանը, հա, ինչ-որ մի կարևոր մի արարողություն է այդ օրը, նաև դա գործարք կարող է լինել, ինչ-որ աշխատանքի կամ եւ այլն, մեկ այլ ինչ-որ հարցերում, ճանապարհ եք գնալու կամ միասին կարող եք, հա, ամուսիններով ճանապարհ գնալ կամ ամուսինն է վերադառնում տուն օրինակ։ Եվ հետո գորգռում եք։ Ինչ որ բանի համար գորգռում եք։ Կարող տան անդամների վրա եք գորգռում, կարող է տան համար եք գորգռում, տան հետ է կապված։ Հարևանների վրա եք գորգռում։ Ոնց որ մեր հարևանները մշտապես ինչ որ բաներ են անում, չգիտես ինչ, անընդհատ ձայները։ Նաև տան հետ կապված ոչ հարցեր կան այդ օրվանք, որ պետք է անեք, միգուցե առիթ է, միգուցե ինչ-որ մի բան է, տեղափոխվում եք, կամ ընտանիքի անդամների հետ կապված ինչ-որ մի բաներ են, նաև լուսավոր մի բան տեղի կունենա այդ օրը ձեզ հետ, որը ձեր տրամադրությունը կբարձրացնի, սեղանի շուրջ եք նստելու, օրվա վերջ այստեղ կարող պարկել, հանգստանալ ավելի շուտ, էմոցիոնալ կարող եք լինել եւ էմոցիաները չկարողանաք զսպել, ոնց որ պետք լինի
հանգստանալ, հա, քնել մի փոքր, որ հանգստանաք։ Կամ դες կարող են քնից արթնացնել, եթե օրվա վերջ եք քնում, դա ինձ կարող է էմոցիոնալ լինել։ Դե ոնց որ ասեն վեր կաց արդեն քնելու ժամանակն ա, վեր կաց որ էլի քնես, հա։ Մեկ-մեկ այդպես լինում է, չէ՞, որ մարդ այնքան հոգնածնիով 6-ից մինչև 9 քնում է, 10-ը, հետո հանում են նույնիսկ գնա քնի, էլի քնելու ժամն է։ Դա նաև կարող է լինել ինտիմ հարաբերություններ ոմանց համար։ Կամ հիվանդուն եք, հիվանդի հետ է կապված այդ էմոցիոնալ վիճակը, պետք է խնամեք, պետք է եւ այլն, հա, կարող պետք է ճանապարհ գնաք նաեւ, հա, ինչ որ մեկի հետ գնաք դեղատուն, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։